Բնաբանությամբ Պաշտպանների միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կքննարկի դեկտեմբերի 9-ին ժամը 15:30-ին։ Իսկ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին ժամը 14-ին։ Դատական նիստին Սրբազան պայքարի գործով անցնող Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով մինչև 2026 թվականի մարտի 8-ը։ Բնակության վայրը Արթուր Լավրենտի Սարգսյանը տնային կալանքը պետք է կրի երամսյա ժամկետ Երևան քաղաքի ունեցի փողոց տուն 8 հասցեում։ 20 միլիոն դրամը բնականաբար մնում է անփոփոխ, վերաքննիչ քրեական դատարանի կողմից գրված այն մնում է անփոփոխ։ Տնային կալանքի ընթացքում Արթուր Լավրենտի Սարգսյանին պետք է արգելել ուննալ նամակագրության հեռախոսային խոսակցություններ, օգտվել հարթակցության այլ ծառայություններից, այդ թվում փոստային առաքանուց, բացառությամբ ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ստացվող փոստային առաքաններին շփում ունենալ այլ անձանց հետ, բացառությամբ ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների, քրոջ հոր, մոր, քրոջ, քույրերի, եղբոր ընտանիքի անդամների, բացառությամբ այդ անձանց, բնականաբար ինչպես նաև պաշտպանների, հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվելու շտապ բժշկական օգնության, իրավապահ մարմիններ արտակարգ իրավիճակում փրկարար ծառայություններ կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի։ Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է եւ Սվետլանա Պետրոսյանն է։ Եվ այսպես դատավոր Մասիս Մելքոնյանը Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է ժամը 9:30-ին, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել են, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ինչպես գիտեք, ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում 3 ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018 թվականին վեհափարի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել։ Արշակ Սրբազանին ձերբակալելու լուրը առաջինը հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, մանրամասները տեսանյութում։ Արշակ Սրբազանը հրավիրվել էր հարցաքննության այն հայտնի տեսագրության գործով։ Հարցաքննությունից արդեն հասկանալի էր, որ հրավերը բոլորովին կապ չունի այդ գործի հետ կամ լրացուցիչ հարցաքննության նպատակը գոնե բացակայում էր, որովհետև որպես այդպիսին հարցերն էլ անհեթեթ էին եւ անիմաստ։ Հարցաքննությունը ավարտելուց հետո դուրս եկանք քննչական կոմիտեի գլխավոր մուտքից եւ հենց դրան մոտ մեզ դիմավորեցին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հայտնելով Արշակ Սրբազանին, որ նա ձերբակալված է եւ որ նրա նկատմամբ կա քննիչի կողմից կայացված ձերբակալման որոշում, սակայն ինչի համար, ինչ մեղադրանքով ոչինչ չներկայացրեցին, ասեցին, որ կիմանանք դա քննիչի մոտ։ Արշակ Սրբազանին մեղադրում են թմրամիջոցներ իրացնելու մեջ, մեղադրանքը թմրամիջոցներ իրացնելն է։ Ակնհայտ է, որ այս հոդվածով քաղաքական նպատակներով, հաշվի առնելով նաև Արշակ Սրբազանի դիրքորոշումները, այդ մասին հրապարակային նրա հայտարարությունները, զուտ կրում է հենց իրենք փորձում են վարկաբեկել Արշակ Սրբազանին։
որովհետեւ հանրության մոտ ստեղծեն տպավորություն, թե իբր Արշակ Սրբազանը զբաղվել է թմրամիջոցների, կամ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ, բայց թմրամիջոցի իրացում հոդվածի փաստական, այդ մեղադրանքի փաստական հանգամանքներում դրված է, որ իբր Արշակ Սրբազանը հանձնարարել է ինչ-որ մեկին, որպեսզի ակցիայի մասնակցող քաղաքացիներից ինչ-որ մեկի ուսապարկում թմրամիջոց տեղադրեն, դնեն, որ հետո այդ մարդուն վարկաբեկեն։ Այսպիսի զավեշտալի, այսպիսի, չգիտեմ, էլի, սենց մեղադրանք, ինչ ասեմ, Արշակ Սրբազանը ամուր է, ինչպես միշտ, շատ հետաքրքիր տրամադրությամբ, ինչպես ասում են, ամեն ինչ կսպասենք, բայց ոչ այսքան, թեև իրականում արդեն բացարձակ ամեն ինչա պետք սպասել է այս իշխանություններից եւ նրա կամակատար քննչական մարմիններից։ Արշակ Սրբազանի ձերբակալությունը անարձագանք չի մնացել։ Դեպքից րոպեներ հետո Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճից իր զորակցությունն է հայտնել ձերբակալված հոգևոր եղբորը Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Ես պարզապես ուզում եմ առիթ օգտագործելով ամբողջական զորակցություն հայտնել քիչ առաջ կալանավորված, ձերբակալված ավելի ճիշտ Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Եվ անկեղծորեն ասած, մյուս երեքշաբթի ոչ մի ակնկալիք էլ չունեմ, բնականաբար, բայց այն ժամանակ խոսեմ։ Իսկ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը անդրադառնալով Արշակ Սրբազանի ձերբակալությանը նշել է, որ Սրբազանի ձերբակալությունը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի։ Arczepiskoposի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար։ Կեղտոտ քարոզչությամբ նախընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում ամեն ինչ անում վարկաբեկելու համար։ Սա հենց այդ դեպքն է։ Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին ու որոշեց Արշակ arczepiskopos Խաչատրյանին ձերբակալել անհեթեթագույն հոդվածով, իբր նրան վարկաբեկելու համար։ Հայաստանում անձնիշխանությունն ու Պետությունը թշնամու օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նկատում է, որ այն ինչ կատարվում է մեր պետության եւ եկեղեցու դեմ ամենօրյա ռեժիմով անտարբերության շքերթ է։ Նա նշել է, որ մարդ կարող է համակրել կաթողիկոսին կամ չհամակրել, կարող է գնալ եկեղեցի կամ չգնալ, կարող է լինել հավատացյալ կամ չլինել։ Դա ընտրության, նախապատվության հարց է, բայց երբ մարդ ուղղակի հրաժարվում է լինել տրամաբանողեակ, դա արդեն դատավճիռ է։ Անտրամաբանական է, երբ պետության ղեկավարը պայքարում է եկեղեցու դեմ։ Անտրամաբանական է, երբ մարդիկ ձերբակալվում են կարծիք արտահայտելու համար։ Անտրամաբանական է, երբ մարդկանց մեղադրում են գործակալ կամ մանկապիղծ լինելու համար։ Իսկ հետո կալանավորում իբր 7 տարի առաջ ուրիշի գրպանը թմրանյութ գցելու համար։ Այս ամենը անտրամաբանական է, իսկ տրամաբանության բացակայությունը, նաև բարոյական տարրական նորմերի բացակայությունը հանրությանը եւ պետությանը քայքայող ամենաարագ ուղին է։ Ցավալի է, բայց այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարը փաստացի պայքարում է Հայաստան պետության դեմ եւ այդ պայքարում իր զենքը բարոյազրկությունն է ու տրամաբանության բացակայությունը։ Դրան հակադրվելու հարցում մեր ձեռքի տակ եղած միջոցն էր մեր տրամաբանող էակ եւ հավատարիմ մնալ բարոյական պարզ նորմերին։ Ինքը հանրությունից եւ հանրային կարծիքից շատ ավելի կախված է, քան հանրությունը դա գիտակցում է։ Ինչպես նշեցի, երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների դատավարությունը։ Սրբազան պայքարի գործով դատական նիստի ժամանակ Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը միջնորդություն է ներկայացրել Բագրատ Սրբազանի խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ։ Որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրված եպիսկոպոսատ ժողովին։ Տրամաբանությամբ էլի եմ ասում, քանի որ այստեղ նախորդիվ նշվել է, որ այդ տեսակետը, որ կարող է բոլորինը փոխվի, Բագրատ Սրբազանինը մնա նույնը, ես ասում եմ, էլի այն տրամաբանությամբ բաց ենք այսքան ցանկացած միջոց, որը դատարանի համար ընդունելի կլինի ապահովելու Բագրատ Սրբազանի մասնակցությունը եպիսկոպոսատ ժողովին, նույնիսկ չգիտեմ, եթե քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ թույլ կտրվի վերադառնալ հետ կալանավայր ժողովի մասնակցելուց հետո այդ բանով դրա համար ազատ ենք թողել պատճառաբանը, այսինքն միջնորդագրի խնդրամասը, ասելով, որ փոխել կամ վերացնել
եւ պայմանավորել ենք եւ մեր սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ եւ 11-րդ հոդվածների մեկնաբանությամբ Պաշտպանների միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կքննարկի դեկտեմբերի 9-ին ժամը 15:30-ին, իսկ սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին ժամը 14-ին։ Դատական նիստին սրբազան պայքարի գործով անցնող Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով մինչև 2026 թվականի մարտի 8-ը։ Բնակության վայրը Արթուր Լավրենտի Սարգսյանը տնային կալանքը պետք է կրի երրորդյա ժամկետ Երևան քաղաքի ունեցի փողոց տուն 8 հասցեում։ 20 միլիոն դրամը բնականաբար մնում է անփոփոխ։ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից գրված այն մնում է անփոփոխ։ Տնային կալանքի ընթացքում Արթուր Լավրենտի Սարգսյանին պետք է արգելել ունենալ նամակագրության հեռախոսային խոսակցություններ, օգտվել արտադրության այլ ծառայություններից, այդ թվում փոստային առաքանուց, բացառությամբ ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացվող փոստային առաքանություններին շփում ունենալ այլ անձանց հետ, բացառությամբ ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների, քրոջ, հոր, մոր, քրոջ, քույրերի, եղբոր ընտանիքի անդամների, բացառությամբ այդ անձանց, բնականաբար ինչպես նաև պաշտպանների, հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվելու շտապ բժշկական օգնության, իրավապահ մարմիններ արտակարգ իրավիճակում փրկարար ծառայություններ կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի։ Ինչպես նշել է դատավոր Մասիս Մելքոնյանը, Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է ժամը 9:30-ին։ Այս պահին մեր նկարանող խումբը դատարանի դիմաց է, ուղիղ միացման հետևենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Ասել են, որ այդ եկեղեցին, այդ կառույցը որպես հայապահպան, ընդլայնված եւ մեծ հեղինակություն ունեցող հայկական միավոր պիտի գոյություն չունենա ու իրանք չեն հասկանում այս ձգձգումները ինչումն է եւ շտապեցնելով Նիկոլին փորձում են մինչեւ տարեվերջ նաեւ իրենց մոտ պտիչկա դնել են հանգամանքը, որ այլևս հայ առաքելական եկեղեցին թուրքական ենթակայության, ադրբեջանական ենթակայության տակ է։ Եկեք չմոռանանք, որ այս ամեն ինչը սկսվել է հերթական ադրբեջանական պահանջ որպես բավարարելու ակնկալիքով, ոնց որ սահմանադրությունը պիտի փոխվի, ոնց որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի չլներ Արցախահայերի իրավունքների պաշտպանության համար, ոնց որ պիտի Արցախ գոյություն չունենար, ոնց որ պետք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը գա փոխարինելու Ադրբեջանին հանձնվող տարածքները եւ գյուղերը, տենց էլ հայ առաքելական եկեղեցու չլինելն է։ Տիկին Մկրտչյան, նայեք, ես նորից վերաձևակերպեմ հարցս։ Ինչ անել, որ Փաշինյանը, այսպես սրբազան առ սրբազան վերջը չտա, այսպես մայրաթորի, եթե պնդում եք, որ թիրախավորված է հենց եկեղեցին եւ ընդդիմությունը արդյոք անում է այդ քայլերը, թե պիտի նստեն, սպասեն, մինչև տեսնենք երբ ինչ կլինի։ Ես շատ անկեղծ եմ ասելու, ընդդիմությունը այդ քայլերը չի անում, որտեղ եթե ընդդիմությունը այդ քայլերը աներ, մենք կարողանայինք որևէ բան անել, վճռական լինեինք, հասկանայինք վերջի վերջով, որ քաղաքական process-ների մեջ չենք, դավաճանի ու թշնամու հետ ենք մենք ընդհանրապես այսօր առերեսվում, այս իրավիճակը չէր լինի։ Եթե մենք սկսենք ամեն քաղաքական բանտարկության ժամանակ ուղակի առավել մեծ ելույթների եւ առավել մեծ տեքստերի վրա շեշտադրում անենք, ուղղակի հերթը հասնելու է յուրաքանչյուրինս ու կարծում եմ, որ յուրաքանչյուրիս է հասնելու ու որևէ մեկը թող չմտածի, բայց ես այդ ինչ եմ արել, որ ես ինչ կապ ունեմ սրա հետ, բայց ես ինչ կապ ունեմ նրա հետ։ Նիկոլի մոտ տենց բաներ չկա, ինքը յուրաքանչյուր արդեն հայ լինելու գաղափարը իր համար ռիսկային է եւ ինքը հայերին չեզոքացնում է տարածաշրջանից, որ թուրքերի ու ադրբեջանցիների կյանքը շատ ավելի բարվոք, բարեկեցիկ եւ ավելի անհոգ լինի, ինչպես իրենք 100-ամյակներ շարունակ երազել են։ Մենք եթե ամեն քաղաքական բանտարկությանը սկսենք հենց այդ բանտարկության համար պայքարել կամ ամեն անգամ ստեղ գալուց ասենք վայ էլի Մասիս Մելքոնյանին մակագրեցին, վայ էլի հեսա այս նիկոլական բանդան պիտի
քաղաքական բանտարկյալների թիվը ավելացնի։ Այդպես իհարկե ոչինչ չի լինելու եւ յուրաքանչյուրը իր մաշկի վրա ուղղակի Հայաստանի քաղաքացիների զգալու է թե ինչ ասելա բռնաճնշում, ինչ ասելա իշխանազավթված պետությունում ապրել, մի բան պետք է անի ընդդիմությունը։ Պիտի Նիկոլին հեռացնի, որտեվ Նիկոլին հեռացնելով է Մասիս Մելքոնյանը հեռանալու, Նիկոլին հեռացնելով հենց այդ օրը տասնյակ քաղաքական բանտարկյալներ բանտերից դուրս կգան եւ սրա լուծումը դա է մտածել, որ մենք ամեն օր հասցնելու ենք ավելացող քաղաքական բանտարկյալների հետևից կամ դատարաններ գնանք։ Հիմա եթե մենք այսօր իրար հետ փորձենք բոլոր քաղաքական հալածանքների ու բանտարկությունների հետևից այդ դատավարություններով անցնենք, այդ քրեակատարողական հիմնարկներով գնանք, չենք հասցնելու, հավատացեք։ Այս 24 ժամը չի բավարարելու։ Այսօր արդեն այդպիսի մասշտաբների է հասել այս քաղաքական հալածանքը։ Դատարանից մեր ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Սրբազան պայքարի գործով դատական նիստին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունը։ Պարզվում է, պատարակների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնելու խնդրանքը հոգևորականներին փոխանցվում է նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների միջոցով։ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պատարակ է գնում միայն այն դեպքում, երբ կաթողիկոսի անունը չի հնչում։ Պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Սակայն Գյումրիի Սուրբ Հակոբ Մծվնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը ազատությանը պատմել է, որ ազգային անվտանգության ծառայությունից խնդրել են, որ պատարակին վեհափառի անունը չտա, քահանան էլ մերժել է։ Ես ասել եմ, ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ վեհափառի անունը։ Երեկ էլ իմիջայլուց Շիրակի ԱԱԾ-ից եկել, բատեր հայր ջան, խնդրում ենք։ Ասացի, ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասացի, դա բացառվում է, ես իրավունք չունեմ տենց բան անելու։ 25 տարի ես վեհափառի անունը տվել եմ։ Ինչի մասին է խոսքը։ Փաշինյանի ելույթին հաջորդել է հայ առաքելական եկեղեցու 27 եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն են հայտնում կաթողիկոսին։ Նրանք դատապարտում են պատարակի ժամանակ կաթողիկոսի անվան կամայական չհիշատակելը։ Անընդունելի եւ վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ, ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական ժողովական իրավասու մարմինների միջոցով համաձայն մեր Սուրբ եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։ Վստահ ենք, որ մեր Սուրբ եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով։ Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսած համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ եկեղեցու։ Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջան-Հայաստան այժմյան հարաբերությունները ամենախաղաղ եւ կայուն փուլում են։ Պաշտոնական Բաքվի ներկայացուցչի խոսքով երկու կողմերն էլ տարբեր մակարդակներում կոնկրետ քայլեր են ձեռնարկում մեկնարկած խաղաղության գործընթացին թափ հաղորդելու համար։ Ադրբեջանը որպես բարի կամքի ժեստ միակողմանիորեն հանել է Հայաստանի համար ուժի մեջ եղած տարանցիկ սահմանափակումները։ Այս զարգացումները պարզույց են տալիս, որ առաջ շարժվելու լավագույն ճանապարհը երկկողմ բանակցություններն են։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի 2026 թվականին։ Սա պատմական տարի է, 30 տարվա հակամարտությունը մոտեցել է ավարտին, հաջորդ տարին ևս կարևոր է, ասել է նա։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ կանցլերը ողջունել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը։ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։
Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու եւ ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու համար։ Վիեննայում ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովի բացման ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ոտքի վրա կարճ շփվել են։ Թեև կողմերը չեն հրապարակել հանդիպումից որևէ կոնկրետ տեղեկություն, սակայն ավելի ուշ համաժողովի նիստին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղված երկխոսությունը, նշել է արտգործնախարարը։ Իսկ մինչ Հայաստանը ու իր երկու եղբայր երկրները խոսում են խաղաղության մասին, Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել մեր հայրենակիցների դեմ կեղծ գործը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբաններից մեկը խնդրել է արդարացնել նրան, հայտարարելով, որ նրա գործողությունները հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում։ Բակո Սահակյանի փաստաբանները նույնպես խնդրել են արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Փաստաբաններից մեկը նշել է, որ վերջինս ծառայել է թիկունքում, աշխատել է որպես քաղաքացիական անձ եւ պատասխանատու է եղել սննդի եւ հագուստի բաշխման, նաեւ բժշկական պարագաների կազմակերպման համար։ Նման բովանդակ հայտարարություններով են նաեւ հանդես եկել Լևոն Մնացականյանի, Դավիթ Իշխանյանի եւ մյուս պատանների ադրբեջանցի փաստաբանները։ Մեր հայրենակիցների կեղծ դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 11-ին։ Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, Շամշյանքոմը տեղեկացնում է, որ 3 ժամը 19:50-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիմ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու։ Լրատվամիջոցի տեղեկություններով 36-ամյա վիրավորին դանակահարել է կինը։ Միջազգային լրահոսից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Նա նշել է, որ Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խնդիրն այժմյան Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչածի մասին ամբողջական տեղեկություն ստանալն է։ Նա նշել է, որ ուզում է հասկանալ Պուտինը ինչ այլ պատվիրակներ է գտել պատերազմը երկարաձգելու եւ Ուկրաինայի վրա ճնշումը շարունակելու համար։ Ըստ Զելենսկիի Ուկրաինան պատրաստ է ցանկացած սցենարին։ Իսկ Վլադիմիր Պուտինը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի եւ Ջարեդ Քուշների հետ Կրեմլում հանդիպելուց 2 օր անց կրկին սպառնացել է, հայտարարելով, որ Ռուսաստանը կամ ռազմական կամ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը, այսինքն ամբողջ Դոնբասը։ Կամ մենք ազատագրում ենք այս տարածքները զենքի ուժով, կամ ուկրաինական զորքերը լքում են այս տարածքները եւ դադարեցնում այնտեղ կռվելը։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Երևանում այսօր ցերեկը սպասում է 6-ից 8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան 2-ից 3 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Շնորհակալություն ուշադրության համար, բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։